Ավելի քան 1 միլիարդ 100 միլիոն դրամ անշարժ եւ շարժական գույքեր։ Գլխավոր դատախազության պահանջն է Հայաստանի նախկին վարչապետ, Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբորից եւ պեսաներից, եղբոր Ազգային ժողովի նախկին падգամավոր Հենրիկ Աբրահամյանի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագազման վերաբերյալ հայցադիմումը մարտի 13-ին ներկայացվել է հակակոռուպցիոն դատարան, որն ընդունվել է վարույթ։ Ներկայացված հայցադիմումով պահանջում ենք Հօգուտ Հայաստանի Հանրապետության Հենրիկ Աբրահամյանից եւ վերջինիս փոխկապակցված անձանցից բռնագանձել 13 անշարժ գույք, որոնցից 12-ը գտնվում են Արարատի մարզի Արտաշատ համայնքի Մխչյան բնակավայրում, իսկ մեկը գտնվում է Մասիս համայնքի Մարմարաշեն բնակավայրում։ Հենրիկ Աբրահամյանից դատախազությունը պահանջում է նաև բռնագանձել 5 տրանսպորտային միջոց, 2 իրավաբանական անձանցում մասնակցություն եւ ավելի քան 270 միլիոն դրամ որպես ապօրինի եկամտի մնացորդ։ Հենրիկ Աբրահամյանի աշխատանքային գործունեության վերլուծությունից պարզ է դարձել, որ 1999 թվականի հունիսի 10-ից վերջինս օրենքի իմաստով եղել է պաշտոնատար անձ, մասնավորապես Ազգային ժողովի падգամավորի պաշտոն է զբաղեցրել վերջինս եւ ըստ այդմ 1999 թվականի հունիսի 10-ից իրավասու մարմնի դիտարկմամբ բոլոր չհիմնավորված գույքային ձեռքբերումները ստացած եկամուտները դիտարկվել են որպես ապօրինի եւ ներկայացվել է դրանց բռնագանձման պահանջ։ Հովիկ Աբրահամյանի դստեր Ռեբեկա Աբրահամյանի ամուսնու պետական եկամուտների կոմիտեի արևմտյան մաքսատուն վարչության նախկին պետ Վլադիմիր Թամրազյանին պատկանող գույքի առնչությամբ ուսումնասիրությունը դատախազությունը սկսել է 2023 թվականի մարտից։ Առաջին հայտարարատու պաշտոնը Թամրազյանը զբաղեցրել է 2008 թվականի դեկտեմբերին, հանդիսացել կառավարության առընթեր ՊԵԿ մաքսային ծառայության մասով հատուկ բաժնի պետի տեղակալ, իսկ առաջին ապօրինի ծագում ունեցող գույքը ձեռք է բերել 2010 թվականի սեպտեմբերին։ Ձեռքբերումը ապօրինի առաջին 2010 թվականի սեպտեմբերի 6-ին, որ նշեցի, ձեռք էր բերել իրավաբանական անձում մասնակցություն, դրա դիմաց վճարել էր 54 միլիոն 561 հազար դրամ, բայց բացի դա նաև ներդրումներ էր կատարել 36 միլիոն դրամի չափով։ Համադրելով Վլադիմիր Թամրազյանի եւ Ռեբեկա Աբրահամյանի օրինական եկամուտները կատարված գույքային ձեռքբերումների հետ դատախազությունը արձանագրել է, որ բռնագանձման են ենթակա 3 տրանսպորտային միջոց, 1 իրավաբանական ընկերությունում բաժնեմաս, ինչպես նաև անհրաժեշտ է նշել, որ ապօրինի եկամտի մնացորդ է բռնագանձման ենթակա, որը կազմում է 303 միլիոն 917 հազար 880 դրամ, իսկ գումարը, որը չի հիմնավորվում օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում կամ փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել կամ բռնագանձել, կազմել է 170 հազար դրամ։ Հայցադիմումը մարտի 13-ին ներկայացվել է հակակոռուպցիոն դատարան։ Հովիկ Աբրահամյանի մյուս դստեր Աննա Աբրահամյանի ամուսնու, Երևանի Շենգավիթ համայնքի դատախազի նախկին տեղակալ, նախկինում ՊԵԿ վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Վահան Մամիկոնյանից եւ նրան փոխկապակցված անձանցից դատախազությունը պահանջում է բռնագանձել 8 անշարժ գույք։ Անշարժ գույքից 3-ը գտնվում են Արարատի մարզի Արտաշատ համայնքի Մխչյան բնակավայրում, 3-ը գտնվում են Նշավան բնակավայրում, 1-ը Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Մարմարիկ բնակավայրում եւ եւս 1 անշարժ գույք Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանում։ Պահանջվող դրամական միջոցները հետևյալն են՝ ավելի քան 446 միլիոն դրամ որպես ապօրինի եկամտի մնացորդ եւ ավելի քան 86 միլիոն դրամ որպես դրամական միջոցներ, որոնք գնահատվել են ապօրինի, սակայն դրանք հնարավոր չէ նույնականացնել։ Աբրահամյանների եղբոր եւ պեսաների պաշտպան Վարազդատ Ասատրյանը լուրերի հետ զրույցում նշեց, նախաձեռնված վարույթը իրավաչափ չէ։ Մասնավորապես որևէ կողմի չի տրվել պատշաճ 1 ամսյա ժամկետ, որպեսզի վերաբերելի ապացույցներ, դիրքորոշումներ կամ ընդհանուր միջև հաշտություն քննարկելու հնարավորությունից զրկվել են։ Բացի այդ, բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ուսումնասիրության բացակայության պայմաններում այդ ուսումնասիրությունը ավարտվել եւ հարուցվել համապատասխան հայցեր, ինչը առնվազն ուսումնասիրության իրավաչափության եւ հիմնավորվածության տեսանկյունից մեր համար խնդրահարույց է։
Այս անձանց գույքի առնչությամբ ուսումնասիրություն սկսելու որոշումը կայացվել է 2023 թվականին Հովիկ Աբրահամյանին պատկանող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում։ Դեռ 2023 թվականի մարտի 6-ին դատախազությունը հայցադիմում է ներկայացրել հակակոռուպցիոն դատարան Հովիկ Աբրահամյանին պատկանող ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։ Հայցով պահանջ է ներկայացվել Հովիկ Աբրահամյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել թվով 59 անշարժ գույք, 4 տրանսպորտային միջոց, 20 իրավաբանական անձանցում մասնակցություն, շուկայականից էականորեն ցածր արժեքով օտարված թվով 9 գույքերի շուկայական արժեքներ, 59 անշարժ գույքերից 15-ը գտնվում են Երևանում, մեծամասամբ կենտրոն վարչական շրջանում։ Անշարժ գույքերից 23-ը հաշվառված են ընտանիքի անդամ չհանդիսացող անձանց անվամբ, սակայն դրանց իրական շահառու է դիտարկվել Հովիկ Աբրահամյանը։ Աբրահամյանին ներկայացվել է նաև դրամական պահանջ։ Ընդհանուրը 1 միլիարդ 628 միլիոն 277 հազար 90 դրամ արժողությամբ, 8 ընկերություններին տրված փոխառություններից ծագող պահանջի իրավունք 11 միլիոն 292 հազար 570 ԱՄՆ դոլարի չափով, 687 միլիոն 500 դրամի չափով եւ 3 միլիոն 117 հազար 680 եվրոյի չափով, ներկայացված դրամական պահանջը կազմում է 21 միլիարդ 202 միլիոն 67 հազար 797 դրամ։ Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանն անցնում է նաև այլ գործով։ Մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ անցնելու, հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքերն օրինականացնելու, այդ թվում պաշտոնեական լիազորություններն անցնելով ավազի արդյունահանմամբ զբաղվող առևտրային կազմակերպության բաժնեմասն իրեն փոխկապակցված անձանց փոխանցելու, ավազի արդյունահանման ոլորտում առևտրային գործունեություն իրականացնող կազմակերպությունների գործունեությանը մասնակցելու, իր կողմից հովանավորվող առևտրային գործունեության ընթացքում թույլ տրվող խախտումների կապակցությամբ միջոցներ չձեռնարկելու եւ ծանր հետևանքներ առաջացնելու, վերագրվող հանցավոր արարքների կատարման արդյունքում առաջացած ֆինանսական միջոցները շարժական ու անշարժ գույքի փոխակերպելու միջոցով օրինականացնելու համար։ Քրիստինե Թորոսյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։